Երրորդ հանգամանքը դա ֆինանսների հետ կապված խնդիրներն են։ Երկրորդ թագավորաց 21:1-ում ասված է. Դավթի օրոք 3 տարի իրար ետևից սով եղավ։ Դավիթը դիմեց Տիրոջը և Տերն ասաց. այդ Սավուղի և նրա արյունահեղ տան պատճառով է, որովհետև նա կոտորեց Գաբավոնացիներին։ Այսպիսով, երկրում տարուց տարի սով կար։ Առաջին տարում, երբ սովը սկսվեց, կարելի էր ամեն ինչ բարդել վատ կլիմայի վրա, երկրորդ տարում ուրիշ բանի վրա, բայց երրորդ տարում Դավիթը այլևս չէր կարող մեղադրել վատ կլիման կամ վատ եղանակը։ Աստվածաշնչում ասվում է, որ նա հարցրեց Տիրոջը, որովհետև հասկացավ, որ այստեղ ինչ-որ բանային չէ։ Անցել էր արդեն 3 տարի, և գիտեք թե ինչ արեց Տերը։ Նա Դավթին հայտնեց, որ այդ ֆիզիկական խնդիրը հոգևոր արմատներ ուներ, և որ դրանում մեղավորը նույնիսկ Դավիթը չէր, այլ նրա նախորդը։ Եվ եթե դուք ասեք, թե լավ, բայց նախորդ սերունդների մեղքերը և արարքները ոչ մի կերպ չեն ազդում մեզ վրա, որովհետև մենք Քրիստոսում ենք և հիմա ամեն ինչ նոր է, բայց ինչ կասեք սրա մասին։ Սավուղը մեղք գործեց Գաբավոնացիների դեմ։ Եվ հետո Դավթի թագավորության օրոք այդ մեղքը երկրի համար դուրս եկավ 3 տարվա սովի տեսքով։ Թեև այդ 3 տարիների ընթացքում Դավիթը ամեն շաբաթ գնում էր երկրպագելու Աստծուն խորանում և փնտրում էր Աստծո երեսը, բայց Աստված նրան ոչինչ չէր ասում, մինչև որ նա անմիջապես աղոթքով չդիմեց Աստծուն և չհարցրեց. Տեր, ինչու իմ երկրում սկսվեց այդքան ուժեղ սովը։ Եվ Տերը նրան հայտնեց, որ այս խնդիրը հոգևոր արմատներ ուներ։ Հնարավոր է դուք տարեցտարի կանգնում եք ֆինանսական դժվարությունների առաջ կամ նույնիսկ տասնամյակներ շարունակ թեև ջանասիրաբար աշխատում եք և ձեր ընտանիքում սերնդեսերունդ մարդիկ կրթություն են ստանում, ջանասիրաբար աշխատում են, բայց այդպես էլ չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել։ Եվ դուք ապրում եք մի այնպիսի երկրում, որտեղ կան բազմաթիվ հնարավորություններ և այն բանի փոխարեն, որ պարզապես ասեք, թե դե այդպիսին է մեր կյանքը կամ այդպիսին է հիմա տնտեսական իրավիճակը, ինչու պարզապես չգալ Աստծո մոտ և չասել. Տեր, հնարավոր է ես կամ իմ նախնիները դուռ են բացել մեր կյանքում, որը դարձել է այս սովի պատճառը։ Որոշ խնդիրներ կարող են ունենալ արմատներ հոգևոր աշխարհում։ Դրանցից առաջինը կրկնվող մեղքն է, և շատ մարդիկ պարզապես փորձում են լուծել այդ մեղքի խնդիրը, թեև պետք է լուծեն դրա արմատի խնդիրը։ Երկրորդ խնդիրը դա ֆիզիկական հիվանդություններն են։ Մեզանից շատերը անմիջապես վազում են բժիշկի մոտ, և դրանում ոչ մի վատ բան չկա, բայց եթե խնդիրը հոգևոր է իր բնույթով, ոչ մի բժիշկ ձեզ չի օգնի։ Երրորդ խնդիրը դա ֆինանսական դժվարություններն են։ Երբ մենք բախվում ենք ֆինանսների մշտական պակասի հետ, թեև մասնակցում ենք ֆինանսական գրագիտության տարբեր սեմինարների, և դրանում նույնպես ոչ մի վատ բան չկա, բայց եթե այս խնդիրը հոգևոր է իր բնույթով, դուք այն չեք լուծի ֆիզիկական միջոցներով։